Մարդը, որ մարսել է Արցախի կորուստն ու պետության քանդումը, չի խղճալու ոչ ձեզ, ոչ ձեր երեխաներին։ Վաղ ընտրվեց, մարսելու է նաև Հայաստանը ադրբեջանցիներով վերաբնակեցնելը, Հայաստանն արևմտյան Ադրբեջան դարձնելը, որը սպառնում է մեր երկրին։ Հայաստանի լիքը բնակավայրերում բնակվել են ադրբեջանցիներ մինչ անկախությունը։ Եթե Փաշինյանն ընտրվեց, նշանակում է վաղը ռեմոնտ եք անելու ձեր տները ու կոկիկ սիրուն հանձնեք ադրբեջանցիներին, ինչպես որ դա արեցին Աղավնոյի, Սուսի բնակիչները, որովհետև սրա քաղաքականությունը հենց դրա մասին է՝ ադրբեջանցիների բերել Հայաստան։ Եթե նա մարսի իր արածները, հենց դա է մեզ սպասում։ Որովհետև Փաշինյանն այլևս արևմտյան Ադրբեջան թեզի կրողն է։ Հենց ընտրվեց, փոխելու է սահմանադրությունը։ Այս ամենը պատրաստ եք ներել։ Ադրբեջանցիների գալը ներել, Հայաստանը միջանցք դարձնելը ներել, եկեղեցու քանդումը ներել, հավատը փոխելը ներել։ Սա եթե նախընտրական քարոզարշավի է գնում այսքան հանդուգն, բա վաղը որ ընտրվեց, ինչ կանի, հիմնավորելով ձեր տված մանդատը։ Ժորժ ջան, այս ամենի հետևում վստահաբար պայմանավորվածություններն են, բանավոր ու գրավոր համաձայնություններն են։ Պատկերացրեք թուրքերն ու ադրբեջանցիները որքան վստահ են իրենց պլանների մեջ, որ ընտրություններից առաջ այսքան բաց են խաղում։ Ընտրություններից առաջ նրանց ցուցումով, հանձնարարականով, պարտադրանքով, գուցե սեփական համոզմամբ Փաշինյանը հարձակվում է եկեղեցու վրա, իմանալով, որ իրենից փախչելու է հայ ընտրողը։ Սա ամեն ինչ անում է մեր թշնամիների շահերով և ուրեմն նաև ցուցումներով։